Լրատվամիջոցներում արգելվելու է պատերազմի քարոզը որպես բռնության խրախուսում կամ պատերազմական գործողությունների արդարացում։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններով գործադիրը հույս ունի ապահովել երկրում տեղեկատվական անվտանգությունն ու սահմանափակել արտաքին տեղեկատվական ազդեցությունները։ Օրինագծի այս ձևակերպումները, սակայն, մտահոգության տեղիք են տվել, մասնավորապես, օրինակ, ինչ ասել է պատերազմի քարոզը։ Այդ ձևակերպումները բռնության պատերազմի քարոզ Երբ որ դա գնա ինչ-որ նորմալ դատարան, դատավորները դա ամիսներով փորձելու են հասկանան այս դեպքում ինչ էր, թե դա իրականում այդ արտահայտությունը որն է, ինչա նշանակում քարոզը, փորձագետը խոսում է անհրաժեշտությունից, դա քարոզ է թե չէ, պաշտպանության ուղղվածը դա քարոզ է թե չէ, ագրեսիային դիմակայելուն, պաշտպանվելուն մասին դատողությունները քարոզ են թե չէ։ Կա ենթադրություն, որ օրինագիծը նպատակ ունի մի շարք ոլորտներում զսպել լրատվամիջոցներին։ Փորձագետների կարծիքով նպատակները մի քանիստ են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային։ Փորձ է համոզել Ադրբեջանին, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ձևերով որևէ ռևանշի, նույնիսկ մտածողություն թույլ չեն տա հայ հասարակության մեջ։ Օրինագծով սահմանվում է նաեւ, որ օտարերկրյա հաղորդումները չեն կարող ազատորեն վերահաղորդվել, եթե դրանց բովանդակությունը վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։ Մինչև Հայաստանում վերահաղորդվելը նման ծրագրերը պետք է գնահատվեն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից։ Սա էլ արտաքին քաղաքական ենթատեքստն է։ Եվրոպական միության ներկայացուցիչն էլ հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով մենք Հայաստանին տրամադրում ենք այսքան գումարի օժանդակություն հիբրիդային հարձակումների դեմ պաշտպանվելու համար։ Այստեղ կարևորագույն բանալին Ռուսաստանն է։ Օրինագծով նաև արգելվում է սահմանադրական կարգի տապալման կոչը կամ քարոզը, այդ թվում իշխանության բռնի զավթման, զինված ապստամբության կամ պետական ինստիտուտների ապալեգիտիմացման խրախուսումը։ Սա էլ ըստ մասնագետների ներքաղաքական, նախընտրական կոնտեքստի շրջանակում է տեղավորվում։ Հիմա այդ ամեն ինչը եթե դրվի մամուլի վրա, մամուլը ինքը գնալու ինքնա ցենզուրայի բնականաբար։ Օրինակ այս մարդուն կանչենք թե չկանչենք։ Լավ որ եթերի ժամանակետինի կարող էլի ես անգամ փլստանք, բայց եթե նյութ ենք պատրաստել, բա որ այսպեսի բան հնչի, բա որ դրա հետևից հետո հանձնաժողովը ընկնի, դե լավ եկեք ուրեմն այդ մի կողմ դնենք։ Ու այդ մի ռիսկը մի կողմ դնելով դուրս է թողնվում հսկայական խոսքի ազատության քանակ։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այս օրինագծի ընդունման դեպքում նախընտրական շրջանում հատկապես կարող են իշխանությանը ոչ հաճո հանրային դեմքերը պարզապես մեկուսացվել եւ դուրս մնալ մեդիա տիրույթից։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։